Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստ-ինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միացյալ Նահանգների Սենատը մերժեց դեմոկրատների առաջարկը պատերազմը դադարեցնելու հետ կապված։ 47 կողմ 52 դեմ։ Նման պատկեր տեսանք մենք նաև ներկայացուցիչների պալատում։ Սա էլ երկրորդ անգամ է, երբ դեմոկրատներ հանրապետականներ այս բախումը մի քանի ձայների տարբերությամբ փրկում է Տրամփին, եւ նա ստանում է հնարավորություն շարունակել պատերազմը։ Բայց ամեն դեպքում, եթե մենք այլ տեսանկյունից ենք դիտարկում այս հարցը, պարզ է դառնում, որ Տրամփը բավականին լուրջ խնդիրներ ունի եւ Սենատում եւ ներկայացուցիչների պալատում։ Առջևում միջանկյալ ընտրություններն են եւ ընդամենը մի քանի ձայնի տարբերությունը դեռ չի նշանակում, թե Տրամփը լուրջ հնարավորություններ ունի հաղթելու միջանկյալ ընտրություններում։ Եթե պատերազմը Իրանի դեմ չկանգնեցվեց եւ տնտեսական ճգնաժամը շարունակվեց, որը ի դեպ նաեւ մեծ ազդեցություն ունի նույն Միացյալ Նահանգների վրա, ապա մեծ հավանականությամբ հանրապետականները պարտվելու են։ Իսկ Տրամփը ըստ էության շատ լավ հասկանում է, որ եթե պատերազմը ինքը չի կանգնեցնում եւ միջև վերջ տանում է առաջ, ապա բացառապես դա պետք է արվի Իրանը գրավելու ճանապարհով։ Եթե Տրամփը չի գրավում Իրանը եւ չի տապալում, ինչպես իրենք են նշում, իրանական ռեժիմը, իսկ իրականում լեգիտիմ ընտրված իշխանությունը, ապա Տրամփը կամ պետք է հեռանա, կամ նրան հեռացնելու են իմպիչմենտի միջոցով։ Իսկ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Տրամփի հայտարարությանը, թե իրենք շրջափակել են Օրմուզի նեղուցը, կասկածանքով են վերաբերվում միջազգային շատ լրատվամիջոցներ։ Անընդհատ տեղեկություններ է տրամադրվում, այդ թվում նաև Սպուտնիկից նկարված, թե ինչպես են նավերը մեկը մյուսի հետևից անցնում Օրմուզի նեղուցը, անցնում այսպես կոչված ամերիկյան բլոկադան եւ դուրս գալիս բաց օվկիանոս։ Դա նշանակում է, որ կամ սա բլեֆ է եւ Տրամփը ուղղակի փորձում է ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, որպեսզի վերջինս էլ ճնշի Իրանին բացել Օրմուզի նեղուցը, կամ իրականում այդ շրջափակումը գոյություն չունի եւ Տրամփը սա անում է բացառապես իր իմիջը բարձրացնելու համար։ Կամ երրորդ տարբերակը, ուղղակի չեն կարողանում վերահսկել այս ամենը նավերի քիչ քանակության պարագայում։ Իսկ ինչու են նավերը քիչ, քանզի իրանական զինված ուժերի գործողությունների արդյունքում ամերիկյան նավատորմը խուսափում է շատ մոտենալ իրանական ափերին, որպեսզի խոցված չլինի իրանական զինված ուժերի կողմից։ Ինչևէ, իրավիճակը բավականին հետաքրքիր է եւ ինչպես ասում են, փակ շրջան է ստացվում։ Իրանը չի հանձնվում, Միացյալ Նահանգներն էլ չգիտե թե ինչպես շարունակի այս ամենը։ Զինադադարը երկարատև չի կարող լինել, սա բոլորն են հասկանում, կամ կողմերը պիտի ստորագրեն պայմանագիր, կամ պատերազմը պիտի շարունակվի։ Հիմա Տրամփը ոչ մեկն է կարողանում անել, ոչ էլ մյուսը։ Դրան գումարած ներքին բավականին լուրջ խնդիրներ, դրան գումարած դեմոկրատների հետ բավականին լուրջ բախումներ, եւ Տրամփը շատ լավ հասկանում է, որ այդ 3 ձայնը կամ 4 ձայնը դեմոկրատները ինչ որ մի պահի կարող են ստանալ նույն հանրապետական սենատորներից, քանզի Տրամփի քաղաքականությունը նաեւ կաթոլիկ եկեղեցու հետ կապված նրա վերջին վարվելակերպը որևէ կերպ չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, որ առաջ էին քաշում հանրապետականները ինքնություն, ընտանիք, կրոն եւ այլն։ Հետևաբար կաթոլիկ եկեղեցու դեմ Տրամփի սկսած արշավը կարող է չար կատակ խաղալ նրա հետ եւ ստիպել որոշ հանրապետականների, իսկ այս դեպքում ընդամենը 4 հանրապետականի անցնել դեմոկրատների կողմը եւ հաջորդ անգամ կողմ քննարկել, որը կարգելի Տրամփին շարունակել պատերազմը Իրանի դեմ։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակը Միացյալ Նահանգներում ինչպես է զարգանում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների հետ է կապված։ Ինչպես ասում են, վաղեմի թշնամիները հնարավորություն են ստացել պարզելու հաշիվները ռազմի դաշտում։ Իրանի շուրջ ստեղծված իրադրության պայմանավորված Տրամփը մեծ ժամանակ չունի ուշադրություն դարձնելու, թե ինչ է կատարվում Սիրիայում։ Սիրիայից արդեն դուրս էր բերվել Միացյալ Նահանգների բազան եւ վերջին շարասյունները լքում են Սիրիան, տեղափոխվելով Հորդանան։ Սա կարող է կանաչ լույս վառել Իսրայելի համար ռազմական գործողություններ սկսելու Սիրիայի նոր իշխանությունների դեմ։ Նրանց խնդիրն է թույլ չտալ, որպեսզի Սիրիայի հարավում Սիրիայի իշխանությունները կարողանան իրենց տիրապետությունը հաստատել։ Նրանց հիմնական խնդիրն է, որպեսզի այդտեղ ունենան բուֆերային գոտի։ Քանզի Իսրայելը ըստ էության միշտ էլ հայտարարել է, որ իր համար Սիրիայի տարածքային ամբողջականություն ըստ էության կարևորություն չի ներկայացնում։ Մյուս կողմից թուրքական խնդիրը։ Թուրքիան բավականին լավ հարաբերություններ ունի Սիրիայի նոր իշխանությունների հետ, քանզի հենց նրանք էին վայելում Թուրքիայի հովանավորությունը Ասադի դեմ պատերազմի ժամանակ։ Եվ հիմա բավականին մեծ է վտանգը, որ Թուրքիան եւ Իսրայելը կարող են բախվել եւ այդ բախման հենց օջախը կարող է լինել հենց Սիրիան։
Նոր իշխանությունները Սիրիայի բավականին թույլ են ողջ երկրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ Բացի այդ, Սիրիայում գտնվում են նաև Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի ռազմածովային ուժերի բազաները, եւ սա շատ լավ հնարավորություն կարող է լինել նաև Թրամփի համար, որպեսզի փորձի այս երկրին եւս ներքաշել Մերձավոր Արևելյան մսաղացի մեջ։ Իսկ այն, որ Իսրայելը այս ամենը անելու է եւ մեծ փորձ ունի, մենք տեսնում ենք եւ Լիբանանում եւ մյուս հատվածներում Իսրայելը կարողանում է գործողություններ իրականացնել գլխացավանք պատճառելով տարածաշրջանի պետություններին։ Էրդողանի համար սա եւս կարմիր գիծ է, քանզի վերջինս միշտ էլ հանդես է եկել այսպես կոչված Հալեպի էմիրությունը վերադարձնելու օգտին եւ աջակցել է այն ուժերին, որոնք պայքարել են Ասադի դեմ, որովհետեւ Էրդողանն էլ իր մտքերում ցանկություն ունի վերականգնել, ինչպես ինքն է նշում, նոր Օսմանյան կայսրությունը։ Հետևաբար ուժերի բախում Սիրիայում տեղի է ունենալու։ Մերձավոր Արևելքում ինչպիսի ազդեցություն սա կունենա, կարծում ենք ուղիղ ազդեցություն, եւ սա հնարավորություն կտա Իրանին համախմբել Մերձավոր Արևելյան ողջ ուժերը, այս անգամ արդեն նաև Թուրքիայի աջակցությամբ, քանզի այս պարագայում Թուրքիան եւ Իրանը կարող են դառնալ դաշնակիցներ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ համատեղ պայքարելու համար։ Մի փոքր տարօրինակ կարող են չել, բայց առաջին անգամ մենք կարող ենք ականատես լինել 1970-ականներից սկսած, երբ ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցներ կարող են հայտնվել ճամբարի հակառակ կողմում, ինչպես դա եղավ Հունաստանի եւ Թուրքիայի պարագայում։ Ինչևէ, սպասենք տեսնենք Սիրիայում իրավիճակը ինչպես է զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Ուկրաինայի Եվրոպական միության անդամ դառնալու հույսերը գնալով մարում են, եւ այդ մասին արդեն բարձրաձայնում են նաև ուկրաինական Ռադայի պատգամավորները, հստակ նշելով, որ Ուկրաինան դժվար թե դառնա Եվրոպական միության անդամ։ Հիշեցնեմ, դրանք այն նույն պատգամավորներն են, ովքեր քարոզարշավի ժամանակ եւ հանրահավաքներում նշում էին, թե Եվրոպական միությունում սպասում են Ուկրաինային եւ Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները դառնալու ԵՄ լիարժեք անդամ։ Հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել։ Նրանք եւս հասկանում են եւ այդ մասին բարձրաձայնում, որ Եվրոպական միություն անդամ դառնալու համար նախ Ուկրաինան չի համապատասխանում այդ չափորոշիչներին։ Եթե մի օր համապատասխանի, ապա ստիպված է լինելու բարձրացնել առաջին հերթին կոմունալ վարձերի գները, քանզի դրանք պետք է հավասարեցվեն Եվրոպական միության գներին։ Սա հնարավորություն է տալու այս գործընթացի հակառակորդներին պնդել, որ այս ամենն արվում է ուկրաինացի ժողովրդի հաշվին, եւ արդեն Ռադայի պատգամավորներն են սա շատ լավ հասկանում։ Ուկրաինայի ժողովուրդը չի կարողանալու այս ամենը վճարել, սա հանգեցնելու է սոցիալական լարվածության, սոցիալական բունտի, որը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։ Բայց հարցը այստեղ դա չէ, հարցը այն է, որ 2003 թվականից սկսած ուկրաինացի ժողովրդին խաբել են ամեն օր, պնդելով, թե նրանց Եվրոպական միությունում սպասում են։ Եվ այս գործընթացում մասնակից են եղել եւ Ուկրաինայի իշխանությունները եւ Եվրոպական միության պաշտոնյաներ, ովքեր ամեն անգամ գալով Կիև նոր հույսեր են տվել ուկրաինացի ժողովրդին, թե մի փոքր եւս եւ Եվրոպական միության դռները բացվելու են Ուկրաինայի առաջ։ Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքի երկրներից ոչ մեկի առաջ էլ Եվրոպական միության դռները չեն բացվելու եւ չեն էլ կարող բացվել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց Եվրոպական միությանը հետխորհրդային տարածքի պետությունները պետք են իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար եւ միայն իրենց շահերը սպասարկելու համար, թե հետո ինչ կլինի այդ ժողովուրդների հետ, ըստ էության հետաքրքիր չէ Եվրոպական միության բարձր պաշտոնյաներին։ Ուկրաինան այստեղ ցավալի օրինակ պետք է լինի հետխորհրդային տարածքի մյուս պետությունների համար, եւ մեր հարևաններից Վրաստանը առաջինն էր, որ հասկացավ, որ այս ամենը ուղղակի ծուղակ է, ծուղակ, որ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ իր համար եւ իր պետության ապագայի համար։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակը այստեղ եւս ինչպես է զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու նպատակով։ Այս թեմաներն էին այսօր, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։